Վերջին ամիսներին մթերքի թանկացումը դարձել է առօրյա քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։ Մարդիկ փորձում են ավելի մատչելի գնումներ կատարել, այցելելով շուկաներ, սակայն նույնիսկ այստեղ գներն արդեն վաղուց չեն արդարացնում սպասումները։ Շուկաներում եռուզեռն ու շարժը սկսվում է վաղ առավոտից։ Տարբեր տաղավարներում գնորդներն ուշադիր զննում են ապրանքները, համեմատելով գներն ու որակը։ Սակայն հատկապես պանրի դեպքում ընտրությունը հաճախ կանգ է առնում ոչ թե նախասիրության, այլ գնի վրա։ 1008 եմ ծախում, 1007 եմ ծախում, 2000 եմ ծախում, պես տարի ոչխարը շատ թանկ էր, շատ վերին աստիճանի։ Պատկերացու ես դիներ 2.8-ով են տալի ժողովրդին 200 դրամի վրա, այտենց։ Էսի տավարնա 2-ով եմ տալիս գանձս, սրանք այծի պաներներն է, թանկ պանիրա, բայց 2.4 եմ տալիս, չանաղներ 2 եմ տալիս, շատ որակով, լրի մաքուր կաթեր, այտենց էլի հորասները շատ ընտիրա, 2-ով, 2.5-ով, ոնց կպնում է էլի, ռսներին թանկ ենք տալիս, այ մաղջիկ ջան, դե էսա որ թազա պանիրը դուս եկավ, արդեն կեժանանա, բայց ոչխարը չգիտեմ, էդ ես դիներ գոնե մեզի խղճան թոյնձել լսեմ, որ 3000-ով ոչխար չտան, թանկ են տալիս գանձս, մի բոչկեն 800,000-900,000 փողա բռնում, բա, Վերջի շրջանում ոչխարի պանիրն է թանկացել, որ վերջանում է արդեն հինը, նորը հələ դուրս չի եկել, դրա համար հինը թանկացել է։ Թելերը 2.5-ով ենք տալիս, այծինը 3000, նայած, լորին չանախը 2.5, 2500, ոչխարի պանիրները 3000 է դարել, գովինները 2000, 2.5, նայած, լորին չանախը։ Մնացածն էլ մի քիչ հարմարվում ենք, ով չի կարողանում առնի, հարմարվում ենք։ Պանիրները հիմնականում սկսում է 2000-ից, 2000 դրամից ու 5000 դրամ է այս Գյումրիի չեչիլները։ Ամենաբարձր գնի պանիրը մեր մոտ 5000-ը, սկսվում է 2000 դրամից։ Ամենաթանկը չեչիլներն են, սրանք են։ Սրանք։ Իսկ սրանք 2000 դրամ են։ Առևտուր լինում է։ Ոչինչ, չհաշված, որ պախս հասկանում եք, ինչ եմ ասում, պախսի մեջ են ժողովուրդը, բայց էլի ոչինչ, չենք դժգոհում, ոչինչ, փառք Աստծո։ Այսպիսով պանրի թանկացումը ոչ միայն ազդում է սպառողների գնումների վրա, այլ նաև փոխում է նրանց ծննդային սովորությունները։ Իսկ շուկաների առավոտյան եռուզեռը արդեն ոչ միայն առևտրի ակտիվության նշան է, այլ նաև գնաճի դեմ մարդկանց շարունակական պայքարի արտացոլումը։